Սաղ լոլիկները մնացել է քոլերի վրա։ Արտահանում չկա, գյուղացին չգիտի ինչ անի։ Ընդհանուր ունենք 2000 մետր ջերմոց, ջերմատուն մշակում ենք լոլիկ, ու այսօր լոլիկի գինը ահա որ գներա 80 դրամ, 100 դրամ, էդի մեր ծախսը չի փակում։ Մեր տանջանքի դիմաց, մեր չարչարանքի դիմաց էդի գումար չի։ 80 դրամ, 100 դրամ անիմաստ է շուկա գնալը, որովհետև չեկին գումար ես տալի, քո ժամանակը վատնում ես, մեքենային փող ես տալի, իր ծախսը չի փակում։ Դրա համար չենք տանում շուկա, սենց էլ մնացել է։ Քանի տարի այս գործով եք զբաղվում։ Շատ շուտվանից, մոտավորապես 2006-7 թվից։ Գին կբարձրանա, չէ, պիտի քաշենք, թափենք։ Ընդհանրապես ջերմատունը օգուտ չի տալիս արդեն։ Ռուսաստանը փակ, Եվրոպա արտահանելը, եթե արտահանվի ստաբիլ, լավ կլինի, բայց շատ դժվարությամբ է լինելու։ Ձեզ կոնկրետ առաջարկին են Եվրոպա արտահանում։ Ոչ։ Դե Ռուսաստան էին արտահանում, հիմա էլ չէ, որ լարսում կանգնած մեքենաները հետ են գալիս։ Ոչ միտեղ էլ չեն արտահանելու։ Դե Եվրոպա չգիտեմ, կգնա թե չի գնա, կամ կգնա շատ քիչ քանակությամբ երևի։ Էկոնոմիկայի նախարարն ասել է, որ հունիսի 19-ից 21-ը 76 տոննա լոլիկ են արտահանել։ 76 տոննան քիչ է, բայց որ արտահանվեր դուրս գնար, գոնե լոլիկը չէր դառնա 80 դրամ կամ 100 դրամ։ Գոնե կբարձրանար 200 դրամ, որ գյուղացին կարենար ինչ-որ մի ծախս հետ հաներ։ Մեր հույսը էս լոլիկներ, որ ասենք մի քիչ կծախվեր, գիկ ունենար, վարկ կարայինք փակեինք, բայց այսօրվա դրությամբ վարկը մնացել է։ Չեմ պատվիրել երկրորդ բերք դնելու համար կամ ինչ-որ մի բան, որովհետև էսի չի ծախվում, ես որ պատվիրեի, պետք է էլի լոլիկ պատվիրեի, բայց չի ծախվում, պատվիրեմ ինչ անեմ։ Հիմա որ բերեմ, ասենք հավաքենք լոլիկը, աշխատողի փող որ հանենք, մեզի ընդհանրապես բան չի մնալու։ Ասենք իմաստ չկա էլ աշխատող վերելու, արդեն եթե ծախվի, գոնե մենք կհավաքենք։ Բայց եթե չի ծախվում, ոչ աշխատող ենք բերում, ոչ էլ մենք ենք հավաքում, հավաքենք ինչ անենք։ 80 դրամ էդի կոպիտ արտահայտվում, սկի մառաժնու գումար չի։ Քրտինք ես թափում այս լոլիկի վրա 80-100 դրամ անիմաստ է։ Սենց ասեմ, եթե սա պարսկականն է, սա տեղականն է, սա դրած է օրինակի համար 200 դրամ, սա դրած է 250 դրամ, քաղաքացին ես 200 դրամանոցը կառնես, 250 դրամանոցը չի առնի։ Որտեվ 50 դրամ թանկ է լինելու, ինքը չի առնելու սա։ Ինքը առնելու է 200 դրամանոցը, իր համար ինքը էլի նույն պամիդորն է։ Նշանակ դե համ չունի, որակ չունի, չի կարա, բայց մեր տեղական պամիդորին ոչ մի բան չի հասնի։ Գոնե մի քիչ մեր կառավարությունը գոնե գյուղացի համար մի քիչ բարելավի, թե արտահանումը, թե ընդհանրապես գները մի քիչ կայունանա, նորմալ, որ կարողանա գյուղացին արտադրի, արտահանի շուկա, որ կարողանա գյուղացին ապրի։ Գյուղացին չի կարում ապրի, գյուղացու մոտ ահա որ անկում է։